Օրինակ 3 չէ առաջին օրը իմ գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հարցնում էր ավիաընկերություններից մեկի մասին պետական աջակցության ծրագրի արդյունքում, երբ որ իրենց մոտ դժգոհություն է առաջացել, որ հակամրցակցային պայմաններ են ստեղծվում, եւ պարոն Գևորգյանը ասաց, որ ընկերության բողոքի վրա վարույթ է հարուցվել։ Հիմա եթե այդ վարույթի արդյունքում պարզվի, որ այդ աջակցության որոշումը ինքը մրցակցային իրավիճակի վրա վատ ազդեցություն է ունեցել, այդ ժամանակ ես պիտի հարցնեմ մրցակցության հանձնաժողովին, թե ինչու այդ որոշումը ընդունելու ժամանակ եզրակացություն չի տրվել, որովհետև մենք ունենք բազմաթիվ դեպքեր, խոսքը վերաբերում է եւ օրենսդրությանը, եւ կառավարության կողմից տարբեր ծրագրերին, եւ գնումների ընթացակարգերին, երբ որ գալիս են այդ որոշումները, մտնում են ուժի մեջ կամ ընդունվում են, հետո պարզում ենք, որ այդտեղ ունենք որոշակի իրավիճակ, երբ որ մրցակցային իրավիճակը խաթարվում է։ Այսինքն մեր ակնկալիքը հետեւյալն է, պարոն Գևորգյան։ Այն դեպքերում, որտեղ որոշումները մի քիչ ավելի լայն շրջանակի են վերաբերվում, ձեր հանձնաժողովից ունենալ եզրակացություն այդ դեպքերի ազդեցության վերաբերյալ։ Ընդ որում դուք այստեղ որևէ բանով պիտի կաշկանդված չլինեք, որովհետև դուք ինքնավար մարմին եք, մենք ենք ձեզ ընտրում ու դա մեզ ամենամեծ օգնությունը կլինի, որ կառավարության որոշումների ընդունման ժամանակ, օրենքների ներկայացման ժամանակ մրցակցության հանձնաժողովը գա ու եթե տեսնի այդտեղ խնդիր ունենք, դրոշակը բարձրացնեն, ասի ժողովուրդ ջան, այս ձեր որոշման արդյունքում շուկայում այս փոփոխություններն են տեղի ունենալու, որովհետև դուք եք այդ մասնագիտական հանձնաժողովը, եթե դա չենք անում, հետո արդեն սկսում ենք հետևանքների դեմ պայքարել։